Նայեք, ցանկացած բան, եթե օգտագործվում է տեղին, ինքը միայն օգուտ է։ Ցանկացած բան, եթե օգտագործվում է ոչ տեղին ու ոչ գրագետ, ինքը բնականաբար վնասելու է մաշկը։ Հիմա եթե մարդը որևիցե խնդիր չունի դեմքի մաշկի հետ կապված, անում է մեյքափ եւ կարիք ունի այդ մեյքափը լվանալու եւ օգտագործում է մեղմ օճառ, ես սկզբունքորեն դեմ չեմ, թող օգտագործի։ Բայց եթե մարդը խնդիր չունի, ունի մեյքափ եւ մեյքափը լվանալու համար օգտագործում է ակնեի բուժման process-ի մեջ ներգրավվող օճառներ, որոնք որ ագրեսիվ նյութեր են պարունակում, բնականաբար վնասելու է մաշկը, չորացնելու է, առաջացնելու է ել ավելի այլ խնդիրներ։ Եթե մարդը ունի ակնե, այդ դեպքում իր մեյքափն էլ պետք է լինի չափավոր, օրինակ նույն հետազոտություններով նախկինում բժիշկները, ծնողները, շրջապատի մարդիկ ասում են, թե դու ունես ակնե, չպետք է շպարվես։ Հիմա հետազոտությունները ինչ են փաստում, որ չափավոր, գրագետ, ոչ կոմեդոգեն քողարկող միջոցների, տոնային միջոցների մասին է խոսքը, քողարկող միջոցների գրագետ օգտագործումը ինքը դրական ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա, ինչ կարող է դրական ազդել ակնեի բուժման ընթացքի վրա։ Բայց շատ հաճախ ես մեկ տենց կիսահումոր իմ խորհրդատվության ժամանակ օգտագործում եմ գյաճ տերմինը, դու այն չերես չուր շպարի մասին է խոսքը, երբ որ մենք որ մակիաժ արած, բայց դու ճաքեր ես տեսնում, այն մակիաժի շերտը այնքան հասնա, որ դու ճեղքեր ես տեսնում։ Բնականաբար դա չի կարող օգուտ տալ ոչ մի պարագայում, որտեղ նույն եթե մենք խոսենք ակնեի 3 պատճառներից ծորանները խցանվելու պատճառի մասին, ոչ ճիշտ, ոչ գրագետ ընտրված քողարկող միջոցները դրա համար մեկ պատճառներն են, որոնք որ բերում են հենց այդ արտատար ճարպագեղձերի արտատար ծորանների խցանման։ Դրա համար մենք խորհուրդ ենք տալիս ընտրել քողարկող միջոցներ ակնեի ունեցողներին կամ ակնեի հակված մաշկ ունեցողներին, որոնք որ կլինեն հատուկ մակլշումով, որ կլինեն ոչ կոմեդոգեն։ Բայց նման երանգակրեմներ կան։ Այո, այո։